Ինչու է Բաքուն նյարդայնացել Հայաստան-Եմեն օր փաստաթղթից եւ ինչ կարող է փոխվել Բաքու-Բրյուսել հարաբերություններում։ Մեկուսարան, որի դռները բացվում են միայն հատուկ ցուցումներով, ովքեր են պահվում ԱԱԾ մեկուսարանում եւ ինչ է տեղի ունենում այնտեղ։ Համատարած եւ անպատժելի վարչական ռեսուրսի չարաշահման կոռուպցիոն դեպքեր Transparency International-ը հայտարարություն է տարածել։ Կփակվեն արդյոք դպրոցներն ու մանկապարտեզները սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված նախարարը հայտարարություն է արել։ Կենդանիների սպանդ թե կարգավորում, ինչու են կենդանասերները բարկացած եւ ինչ գործողություններ են պլանավորում։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Հայաստանի և Եվրամիության միջև հրապարակված նոր փաստաթուղթը վրդովեցրել է Ադրբեջանին։ Բաքվում այն ընկալվել է որպես խաղաղության գործընթացին հակասող քայլ։ Մասնավորապես Ադրբեջանի ղեկավարությունը անընդունելի է համարում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր արտահայտությունը, ինչպես նշված է փաստաթղթում։ Փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը Եվրոպական միության ներդրմանը, նշվում է միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ եւ արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է, բայց փոխադարձ հայցերի թեման բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի եւ Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են գերեվարված անձինք։ Նաեւ Եվրոպական միություն Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին։ Փոխարենը հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից թրիփ նախագծի կյանքի կոչման վերաբերյալ։ Այն պահին, երբ Բաքուն դժգոհում է Եվրամիություն Հայաստան նոր փաստաթղթից ու փորձում է սահմանազատել Եվրամիության մասնակցության շրջանակները, Միացյալ Նահանգները հակառակ ուղղությամբ ընդլայնում է ներգրավվածությունը Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգները հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, այժմ աշխատում է Երևանի հետ, ձևավորելու այն կառույցները, որոնք կյանքի են կոչելու Թրամփի ուղին եւ Վաշինգտոնում ստորագրված հուշագրերը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Դեսպանի խոսքով արդեն ձևավորվել են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն թե Թրամփի ուղու, թե հուշագրերից բխող քայլերի իրականացումը։ Խմբերը առաջին նիստերը կանցկացնեն մինչև տարեվերջ։ Իդեպ Թրամփի ուղին հանգեցրել է Ադրբեջանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը։ Թբիլիսին մինչև օրս տարածաշրջանի հիմնական տարանցիկ օղակն էր, իսկ սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները վրացական սահմանին բախվում են համակարգված ուշացումների։ Ըստ ադրբեջանական Մինվալի, Զանգեզուրի միջանցքը նախագծի իրականացումը կզրկի Վրաստանին իր լոգիստիկ մենաշնորհից։ Այսօր Վրաստանը փաստացիորեն դեմ է խաղաղության եւ փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձևավորմանը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մոսկվան էլ իր հերթին հիշեցնում է, որ հապկում Հայաստանի սառեցված կարգավիճակի մասին ամեն ինչ կախված է հենց Երևանի քայլերից։ Ռուսաստանի Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Как мы на это смотрим? Ինչպես ենք մենք դրան նայում։ Այսօր կարծում եմ ամբողջ աշխարհն արդեն դե յուրե եւ դե ֆակտո տեսել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի խորհրդարանականների վրա որևէ ճնշում չի գործադրվում։ Մենք խիստ հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերների կայացրած որոշումներին եւ որևէ պահանջ չունենք։ Եվ նաեւ տեսնում ենք, որ Հայաստանը խոր հարգանքով է վերաբերվում մեր կայացրած որոշումներին։ Никакого давления. Թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ падգամավորի կախված է Հայաստանից։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնի խոսքով ՀԱՊԿ-ի բոլոր երկրները հանդես են գալիս բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Знает об этом Азербайджан, знает об этом Армения. Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաեւ հետագայում, անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։
Մինչ Մոսկվան Երևանի քայլերն է վերլուծում, երկրի ներսում էլ հիշեցնում են կառավարման որակը լրջագույն փորձությունների առաջ է։ Transparency International-ը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարում 1 տարի շարունակ որևէ առաջընթաց չի գրանցվել։ Կենտրոնը խիստ դատապարտել է բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները, մասնավորապես քաղաքական ֆինանսավորման արդյունքում տնտեսական արտոնությունների ձեռքբերման, բնական ռեսուրսների շահագործման, ապօրինի ու խնդրահարույց ծրագրերի սատարման, հանրային կարծիքի ու արժանապատվության ոտնահարմամբ, տնտեսական զարգացման պատրվակով կասկածելի բիզնեսների հովանավորման դեպքերը։ 2026 թվականը վճռորոշ տարի է Հայաստանի համար։ Նախատեսվում են խորհրդարանի, այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք լինելու են ժողովրդավարական կայացման կարևոր փորձառություն։ Մինչդեռ առկա են կարևորագույն հիմնախնդիրներ, որոնք ռիսկային են դարձնում ընտրությունների օրինականությունը եւ դրա վերաբերյալ ընկալումները։ Մեծագույն մարտահրավեր է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, սակայն 2024 թվականի օրենսդրական փոփոխությունների հետևանքով կուսակցությունների ֆինանսները ընտրական ժամանակահատվածում անհասանելի են, ընդ որում եւ հանրության եւ վերահսկող պետական մարմինների համար։ Իդեպ կենտրոնի հայտարարության համաձայն 2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական դիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական եւ անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների եւ դրանց արտահոսքերի պրակտիկան։ Եվ քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գտնվում է քննչական կոմիտեում։ ABC մեդիայի հետ զրույցում հայտնել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ըստ տեղեկությունների Սաղաթելյանին հրավիրել են քննչական կոմիտեի պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։ Վարդանյանն այլ մանրամասներ չի հայտնել, նշել է, որ Սաղաթելյանն անձամբ կմանրամասնի, երբ դուրս գա քննչական կոմիտեից։ Եվ այս փուլում մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԱԾ հայտնի պատվալ կոչվածը, որի մասին վերջին շրջանում առավել հաճախ ենք լսում։ Մեկուսարան, որի դռները բացվում են միայն հատուկ ցուցումներով եւ այնտեղ են գտնվում անուններ, որոնց շուրջ հանրային հետաքրքրությունը մեծ է, հոգեվոր առաջնորդներ, ազդեցիկ գործարարներ եւ այլն։ Ինչ է իրականում տեղի ունենում այս մեկուսարանում եւ ինչու են պաշտպանները սա անվանում քաղաքական վերահսկողության կենտրոն, Անի Աբաղյանն է պատմում։ Երևանի կենտրոնում շենքերի արանքում կա մի դուռ, որի մասին հասարակությունը շատ է լսում, խոսում, բայց քչերն են տեսնում։ Երևան քրեակատարողական հիմնարկն է, ԱԱԾ-ի հայտնի պատվալը, որտեղ տեղափոխվում են հիմնականում ծանր հոդվածներով մեղադրվողները։ Քրեակատարողական հիմնարկը հայտնի է իր խիստ վերահսկողական պայմաններով, պատմում են փաստաբանները։ Պահվող անձանց խցերում ամբողջ տարածքում կարող են օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացվել, գաղտնալսում, տեսանկարահանում, փորձագիտական ստուգումներ եւ այլն։ Երևան քրեակատարողական հիմնարկում 2 տասնամյակից ավելի է պահվում է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը։ Իսկ մի քանի ամիս է արդեն այնտեղ են նաև Տավուշի, Շիրակի թեմի առաջնորդներ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը, Մայրաթորի դիվանապետ Աշակ arczepiskopos Խաչատրյանը, գործարար Սամվել Կարապետյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Փաստաբանների խոսքով այլ անձինք քիչ թվով եւս կան, որոնց անունները տվյալները չունեն։ Հատուկ կարգավորումներ չկան, թե կոնկրետ որ կալանավորները պետք է գտնվեն այնտեղ կամ որ դատապարտյալները, բայց տարիների որոշակի պրակտիկան հուշում է, որ այնտեղ հիմնականում բավականին ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներով անձինք են գտնվել, որոշ ժամանակահատված քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ կամ այդպիսի արարքներում մեղադրվող անձինք։ Եվ նաև վերջին տարիներին ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ առավելապես քաղաքական հետապնդումների դիրույթում դրանց տեղափոխվում են այնտեղ ու վերջի շրջանում հատկապես խոսքը վերաբերում է սեփազաններին։ Երևան քրեակատարողական հիմնարկ տեղափոխում են այն քաղաքացիներին, որոնց քայլերը ժամի ճշգրտությամբ ուզում են իմանալ, նշում է Վահան Հովհաննիսյանը։ Ստեղծված պատկերն այնպիսինն է, որ հիմա ԱԱԾ պատվալում մեծ մասամբ քաղբանտարկյալներ են, ասում են փաստաբանները։ Կարող են իրականացնել ներքին դիտում, կարող են իրականացնել արտաքին դիտում նրանց մոտ եկող գնացող անձանց նկատմամբ տեսակցություններ եկող գնացող անձանց նկատմամբ, այդ թվում նաև գաղտնալսումներ։ Այո, կարող են իրականացնել մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Բանտարկվածները Երևան քրեակատարողական հիմնարկում չեն կարող ունենալ կապի միջոց։ Բացի այդ, Խուդոյանը նշում է, որ հիմնարկում աշխատողների վերաբերմունքը եւս տարբերվում է մյուս բանտերում աշխատողների վերաբերմունքից եւ վարչական աշխատողների եւ մեղադրյալների նկատմամբ։ Միջանձնային տարբեր բնույթի
օրենքին հակասող հարաբերություններ, ինչպես կալանավորների, այնպես էլ վարչակազմի միջև փոխադարձ վերջում իմացանք դեպք եղավ, որ հենց պաշտոնատար անձանց մեջ էր վիճաբանություն կամ ծեծկռտուք եղել։ Իսկ եթե նայենք Երևան կենտրոն քրեակատորական հիմնարկը ավելի պատշաճ եւ ավելի խիստ ծառայություն իրականացնում եւ այդ խստությունն էլ նաեւ էականորեն սահմանափակում է այնտեղ գտնվող անձանց հնարավորությունները։ Երևան քրեակատարողական հիմնարկում խախտվում է քաղաքական գործով բանտարկված սրբազանների եւ մյուս անձանց գրեթե բոլոր իրավունքները։ Բոլոր իրավունքները խախտվում են, որովհետեւ անձը տվյալ վայրում ըստ էության խուցը տվյալ ժամանակահատվածում իր բնակարանն է, իր բնակատեղին է, հետեւաբար խախտվում են մի շարք իրավունքներ, ոչ թե մեկ իրավունք, այլ իրավունքների մի ամբողջ բույլ է խախտվում այնտեղ։ Մինչ քննիչ մարմինները վերահսկողությունը բնութագրում են որպես անվտանգության սովորական միջոցներ, այնտեղ պահվողների պաշտպանները համարում են անհամաչափ սահմանափակումներ, ընդգծելով, որ ԱԱԾ մեկուսարանում այսօր ձևավորվել է քաղաքական բնույթի ամենախիստ մեկուսացումը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Սրբազան շարժման գործով անցնող Մովսես Շարբաթյանը 5-րդ ամիսն է ինչ կալանքի տակ է։ Նույն գործով անցնող մոտ 1 տասնյակ մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի կամ վարչական վերահսկողության, սակայն 3 անչափահաս երեխաների հոր խափանման միջոցը չի փոխվում։ Ավելին, 5 ամիս առաջ քննչական գործողությունների ժամանակ արգրավել է նրա ընտանիքին պատկանող գույքը, որը այդպես էլ չեն վերադարձրել։ Ուժայինները գործիքների միջոցով կոտրել են Շարբաթյաններին պատկանող տան դուռն ու արգրավել են տարբեր իրեր։ 3 երեխաներն այս պահին մոր ու տատիկի խնամակալության տակ են։ Նրանցից ավագը Ռուբենը ամանորյա երազանք է պահել։ Թող հայրիկը տուն վերադառնա։ Մտածում եմ, որ շուտով գալու է տուն։ Եվ իրար հետ նոր տարվա տոնածառն ենք դնելու։ Մենք չենք դնում, սպասում ենք իրար հետ դնենք։ Արդեն 5 ամիս է սրբազան շարժման մասնակից Մովսես Շարբաթյանի երեխաները հայրիկին միայն հեռուստացույցով են տեսնում։ Բանտ 2 անգամ են գնացել։ Վերջին այցը հոկտեմբերին էր։ ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվելուց հետո հայրիկին այցելել չի հաջողվել։ Ասում են, վայ պապան, կանչում հիսա պապան։ Տանն ասել են հայրիկն աշխատանքի է գնացել, բայց երեխաները չեն հասկանում, ինչ աշխատանք է, որն ամիսներով հայրիկին տուն վերադառնալ չի թողնում։ Ինչ երազանք ունես ամանորյա։ Հայրիկը գա տուն շուտ։ Այդ մի երազանքը։ 9-ամյա Ռուբենի գրկումն իր 6 ամսական եղբայրն է։ 1 ամսական է եղել, երբ հորը կալանավորել են։ Բագրատ Սրբազանի անունով ենք գրել։ 4-ամյա Անահիտն էլ արդեն որոշել է ինչ է անելու, երբ հայրիկը տուն վերադառնա։ Գրկելու եմ։ Գրկելու ես, հետո կատուտեր եմ։ Հեշտ չէ նաև Մովսեսի ընտանիքի ավագ անդամների համար։ 5 ամիսը 5 տարի է թվում, բայց փորձում են խնայել երեխաներին, որոնք ամեն վայրկյան հայրիկին են փնտրում։ Ռուբենը մեծ է արդեն, ամեն ինչ գիտակցում է, ձայն չի հանում։ Միան քույրիկին ասում է Անահիտ կգա, համբերի կգա։ Շատ դժվար է առանց Մովսեսի տոնը, քանի որ երեխաների հետ շատ կապված էր։ Նամանավանդ աղջիկ երեխան մինչև չէր գրկում, իրեն չէր քնում։ Երեխաները տանն են եղել, երբ ուժայինները ներխուժել են տուն ու խուզարկություն իրականացրել։ Աղջկան Անահիտին հոգեբանի մոտ են տանում։ Մասնագետն ասել է, չի դիմանում Մովսեսի կարոտին։ Ռուբենն էլ տատիկի ու մայրիկի զրույցն է լսել ու կռահել, որ հայրը բանտում է։ Ճիշտ է, հայրը բանտում է, բայց ինքը վստահ է, որ հայրենիքն այդպես ավելի ամուր է դարձել։ Ինքը ուղղակի հարցրեց մայրիկին, մամ, պապային բռնել են, մենք չէինք ասում։ Ասենք, ինչ գիտես, ասեց լսել եմ քո տատի խոսակցությունը։ Երկուսով խոսում էիք, լսել եմ, ու էլ դրանց դու ոչ մի հարց չի տալիս։ Երեխաների միակ երազանքն այս պահին հայրիկի հետ ամանոր նշելու հնարավորություն ունենալն է։ Նվերներ, հրավառություն, ձմեռպապ ոչինչի չեն սպասում։ Միայն հայրիկը դուռը բացի ու ներս մտնի, գրկի ու չհեռանա։ Եկե շատ եմ սիրում, պապ։ Սադամակարյան, Անրանիկ Մանսուրյան, ABC Media։
Իսկ Միացյալ Նահանգներում կալանավորված Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից։ Ղուկասյանը, որ գրեթե 10 ամիս ԱՄՆ-ում անազատության մեջ էր եւ բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով որոշել է այլևս չսպասել վերաքննիչ դատարանի որոշմանը եւ Միացյալ Նահանգներից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր։ Ըստ փաստաբանի կարգն է այդպիսին, եթե անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը եւ լքի երկիրը։ Հակառակ պարագայում տույժերի կենթարկվի։ Այլ կարևոր թեմաների մասին Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին է անդրադարձել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ դասապրոցեսը, մանկապարտեզները կամ դպրոցները դադարեցնելու իրավիճակ չկա։ Նախարարն ասում է, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպիսի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Եվ նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն եւ այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում, ուզում եմ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման։ Մեր խմբագրությունը թեմային անդրադարձել էր օրեր առաջ, երբ բժիշկներն ահազանգում էին, որ վերջին օրերին գրանցված դեպքերի թիվը զգալի աճել է, իսկ վիրուսի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։ Ինչ վիրուս է, ինչպես են ծնողներն ու բժիշկները պայքարում դրա դեմ եւ ինչ քայլեր են առաջարկում մասնագետները, դիտենք տեսանյութում։ Գեղարքունիքը եւ Երևանը սուր շնչառական վարակներով հիվանդացության ամենաբարձր մակարդակն ունեն։ Ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ 6.2%-ով աճել է։ Տարվա 48-րդ շաբաթն է ամփոփել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։ Սեզոնային վարակների շրջանը սկսվում է։ Մենք գտնվում ենք դեռ սեզոնի, գրեթե սկզբում, սեզոնը սկսվում է ընթացիկ 40-րդ շաբաթից եւ տևում է մինչեւ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը։ Եթե ավելի մանրամասն ասեմ ամիսներով, հոկտեմբեր ամսից սկսված մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը։ Սրան զուգահեռ դպրոցներում էլ աստիճանաբար աճում է բացակայող երեխաների քանակը։ Երևանի թիվ 78 դպրոցում, օրինակ, այս բռնկումը 1 շաբաթ առաջ է սկսվել։ Ծնողները ահազանգում էին, որ երեխաների մոտ հարբուխային վիճակ էր, ջերմաստիճանի բարձրացում ունեին կամ ուղղակի մրսածություն եւ այսօր էր ավելի բավականին քանակը շատ, աշակերտների բացակա աշակերտների ընդհանուր առմամբ։ Նոնայի որդին մոտ 2 շաբաթ բացակայել է դպրոցից բարձր ջերմության ու վատ ինքնազգացողության պատճառով։ Երեխան առավոտյան գնացել է դպրոց, սակայն երեկոյան վատ ինքնազգացողություն է ունեցել, իսկ հաջորդ օրը փսխել։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։ 0-ից 18 տարեկան երեխաները բժիշկ համաճարակաբանի խոսքով կազմում են ընդհանուր դեպքերի 81, հոսպիտալացումների 91%-ը։ Նրանց գրեթե կեսը դպրոցահասակներ են, մյուս կեսը մինչև 4 տարեկան երեխաներ։ Թիրախային խումբն է, որոնց մոտ ավելի մի փոքր ծանր է ընթանում հիվանդությունը, կախված նրանից, թե իրենք առաջին անգամ կարող են հանդիպել տվյալ վիրուսին։ Թիվ 78-ում 713 աշակերտներից 113-ն այսօր բացակայում էին, մեծ մասը վարակների պատճառով։ Աշակերտներից բացի բացակա ուսուցիչներ էլ կային։ 8 ուսուցիչ ունեինք այսօր, որ անաշխատունակության թերթիկ էին վերցրել։ Դպրոցը վարակի բռնկումից հետո կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել։ Դա նպաստել է հաճախելիության աստիճանական ավելացմանը։ Բուժքույրը անպայման շրջում է դասասենյակներում, հիվանդ աշակերտներին անմիջապես առանձնացնում իր առանձնասենյակում եւ տուն ենք ուղարկում։
բայց ասեմ, որ նմանատիպ դեպքերը շատ քիչ են լինում, որտեղ ծնողները իրենք արդեն մտածում են, եթե երեխան մի փոքր վատ է զգում, դպրոց չեն ուղարկում, ջերմաչափում ենք կատարում առաջին հարկում, ախտահանում ենք կատարում դասասենյակում դռան բռնակները, հա, պետքարանները, այսինքն բոլոր քայլերը ձեռնարկում ենք։ Պատվաստումը գրիպի դեմ միակ արդյունավետ տարբերակն է կանխելու ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդության ելքերը, հիշեցնում է բժիշկ համաճարակաբանը։ Խորհուրդ է տալիս հիվանդության դեպքում դիմել բժշկի եւ չօգտագործել հակաբիոտիկներ։ Դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար։ Հակամանրեային դեղերը նշանակում են միայն մանրեային բակտերիալ վարակների համար եւ նշանակվում է միայն բժշկի կողմից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով հանրապետությունում առկա են գրիպի H3N2 տեսակը, այլ սուր շնչառական հիվանդություններ, այդ թվում կորոնավիրուս։ Բժիշկ համաճարակաբանը հիվանդություններից խուսափելու համար հորդորում է սրացումների շրջանում հագնել դիմակ, հագնվել եղանակին համահունչ եւ հաճախ օդափոխել փակ տարածքները։ Մեկ այլ խնդրի մասին, որը մեծ արձագանք է ստացել։ Ազգային ժողովը այս տարվա վերջին նիստի ընթացքում քննարկել է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը։ Օրենքի նախագծում կենդանիների քնեցման միջոցով սպանելը արգելող առանձին կետ չկա։ Կենդանասերներն էլ բողոքի ալիք են բարձրացրել։ Նախագիծն ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Հանրային քննարկմանը հրավիրված ՀԿ ներկայացուցիչների ոչ մի առաջարկություն չի ընդունվել։ Կենդանասերներն էլ կոնկրետ գործողությունների են պատրաստվում։ Արմինան է բժշկուհի, որը երկրորդ աշխատանք ունի։ Արդեն 35 տարի շներ է պահում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ Վիրաբույժ։ Պատերազմի տարիներն անցկացրել է իր առաջին շան ցերիկի հետ։ Անհավանական պատմությունների միջով ենք անցել, ասում է։ Ձիով գնում եմ, շունը հետս, բնականաբար։ Ճանապարհից շեղվեցինք մի քիչ, մեկ էլ տեսնեմ ինչ որ մի հատ պայթած էս է կաղնած, տրակտոր մեծ։ Զարմացա, լայն ճանապարհ բան տակ դել, հետո հասկացա, որ ճանապարհից շեղվել եմ ու իմ ճանապարհը լրիվ հակառակ կողմն է։ Որ էլ հետ չդառնամ, ձոր էր։ Ձիու հետ ու շունս հետը իջանք բարձրացանք։ Դուրս եկանք մեր պոստի վրա։ Շանս տեսան, ճանաչեցին, որ այդ ձորից բարձրացողը ես եմ, ձիու հետ։ Արմին ասին, ո՞նց ես անցել։ Ասի սովորական։ Ասում ես ամբողջ ձորը ականապատված է։ Ես ձիով, պրոստը գիտեք ինչպես, շունը գնում էր, ինքը ոչ մի ձևի սովորացված չէր ականների բաների, ինքը այսպես ոլոր-մոլոր գնում էր, ես էլ ձիու հետ իրա հետևից այդպես գնում էի։ Ասի դե լավ, դե բախտս վերեցի։ Ամուսինը զոհվել է Շահեն Մեղրյանի հետ միասին նույն ուղղաթիռում, Պայթյունից։ Առաջին շան հետ անցել է պատերազմի միջով, ապա վերադարձել է եւ կյանքը նվիրել բժշկությանն ու կենդանիներին։ Հիմա 14 շուն է պահում, որոնց հաչոցով է տարբերում։ Բագերասոս։ Հաչոցով տարբերում եք շների։ Բայ։ Որ ասենք մարդիկ խոսում են ձայնով չեն տարբերվում։ Յուրաքանչյուր շուն, որին Արմինան վերցնում է պահելու, իր պատմությունն ունի։ Տասնամյա Բագիրան շների այսպես կոչված մայրն է։ Սիրով է ընդունում ամեն նոր, վիրավոր ու վնասված կենդանուն, որ միանում է մեծ ընտանիքին։ Բագիրան ինքը մաման է, որը իր բնավորության բաներից ելնելով թույլ տվեց, որ այսքան շուն լինեն այստեղ։ Ասենք կարող է մեկ ուրիշ շունը չընդուներ։ Ինքը ընդունեց բոլոր վիրահատված շներին, ընդունվեց լքված, то есть ոչ թե լքված, այլ որբ մնացած զաքերին ու իր զաքերի պես պահեց մեծացրեց։ Փողոցում ապրող կենդանիների խնամքով կամ հատուկ կացարաններ են զբաղվում, կամ Արմինայի նման կամավոր անհատները։ Պետությունն ուզում է թափառող կենդանիների խնամքի, անվտանգության հարցերը կարգավորել օրենքով։ Նախագիծը, որն ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ, կենդանասերների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել։ Դինգո թիմի հիմնադիր նախագահ նահազանգում է, նախագծում քնեցման արգելքի մասին առանձին կետ չկա։ Որևէ կերպ օրենքում ամրագրված չէ, որ անտուն կենդանիների առողջ անտուն կենդանի քնեցումը արգելվում է, հողմ է արվում անասնաբուժության մասին օրենքը, սակայն անասնաբուժության մասին օրենքում միայն կա որ դեպքում թույլատրված չէ քնեցնել, բայց արգելք առողջ կենդանիների քնեցման որպես այդպեսին չկա։
Մտահոգություններին հակադարձել է նախագծի համահեղինակ Մերի Գալստյանը։ Նախագծերով չի նախատեսվում կենդանիների քնեցում որպես քանակի կարգավորման տարբերակ, կենդանիների սպանդ թաքնված ինչ-որ կարգավորումների տեսքով։ Օրենքի մյուս խնդրահարույց կետը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պետական վերահսկողությունից դուրս մնալն է, կարծում են կենդանասերները։ Ըստ նրանց, Երևանում գործող կենդանիների խնամքի կենտրոնը, օրինակ, շներին ստերջացնելու փոխարեն, ժանտախտ էր տարածում կամ որսում եւ քնեցման եղանակով զրկում կյանքից։ Բողոքի ակցիային մասնակցել էր նաեւ Արմինա Նալբանդյանը։ Տենդերներ են շահում, չես հասկանում, այդ շանը որտեղ են ստերջացնում, ինչպես են անում։ Ես չեմ առնչվել դրա հետ, բայց ստերջացված շունը կլիպսը վրան հղիանում է։ Գիտեք ինչ, պետական գումարներ են վատնվում դրա համար։ Մենք տալիս ենք այդ գումարները որպես հարկատուներ։ Այդ գումարները փոշիանում են։ Կենդանասեր համայնքը չի հանձնվելու, մինչև նախագիծը չփոփոխվի, պնդում է Դինգո թիմի նախագահ Օվսաննա Հովսեփյանը։ Մենք նախաձեռնում ենք, այսպես ասած, չհանձնվել, որովհետև հատկապես այդ երկու կետերը, որոնք զանգվածային կենդանիների կյանքերի հետ են խաղում, պետք է պարտադիր փոխվեն եւ սա հանրային պահանջ է, հա, դուք բողոքողների մեջ կտեսնեք հասարակական կազմակերպություն 99%-ին կտեսնեք, հա, այսպես ասեմ։ Հետեւաբար սա հանրային պահանջ է։ Բողոքի ալիքին արդեն միացել են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Գյումրիից, Հրազդանից, Երևանից եւ մյուս համայնքներից։ Եթե նախագիծը չվերանայվի, կանցնեն զանգվածային գործողությունների։ Տարակարծությունների առիթ է դարձել քաղաքապետարանի վերջին հայտարարությունը։ Նախատեսվում է 5 տարվա ընթացքում կասկադը հասցնել ավարտում տեսքի։ Երևանի քաղաքապետարանի եւ GTB Development ՍՊ-ի միջև ստորագրվել է պայմանագիր։ Հավանության է արժանացել ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզը։ Կասկադը ավարտում տեսքի բերելու այս մոտեցումը մի որոշ ժամանակ առաջ բոլորովին անընդունելի էր համարում կասկադ համալիրի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Իսկ այժմ ճարտարապետը ելույթ է ունենում նախագծի մեկնարկի ազդարարման արարողությանը։ Ինչը կատարվում այս նախագծի շուրջ, փակագծերը բացել է Անահիտ Սարգսյանը։ Կասկադը 5 տարվա ընթացքում նոր տեսք կունենա։ Գործընթացի մեկնարկը տրված է։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի հիման վրա համալիրի անավարտ հատվածը կփոխարինվի նոր կառույցով։ 1000 տեղանոց համերգասրահ, ժամանցի եւ հանգստի գոտիներ եւ այս ամենի համար համայնքին պատկանող մոտ 7 հեկտար հողատարածքի օտարում։ Ապականվելու է, մշտողակի տուժելու է, առևտուն իմաստով ապականվելու է, թե նրա գործառության իմաստով, թե գեղագիտական ամբողջ կերպարը, միջավայրը, թե մեր այս գլխավոր առանցքը Թամանյանի ստեղծած հարաբարարածին նայող առանցքը քաղաքաշինական տեսանկյունից, այսինքն մենք շատ մեծ կորուստ ենք այդտեղ գրանցել, որովհետև դա թիվ 1 խորհրդանշերից մեկն է։ Համահեղինակների եւ նրանց ժառանգների կարծիքները հակասական են, որոշներն էլ ժամանակի ընթացքում փոփոխական։ Օրինակ, համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանը ամիսներ առաջ քննադատում էր արդիականացման նոր ծրագիրը, իսկ այժմ ներգրավված է նոր նախագծում։ Արդիականացում ես ինձ համար նշանակում է, ասենք, որ շարժասանդուղքների որակը փոխեն, ասենք, ժամանակակից շարժասանդուղք տնեն, ապակիները փոխեն։ Եթե ուզում են ինչ-որ շինությանը ինչ-որ արդիականացնեն, իր արտաքին տեսքը փոխելով, դա արդիականացում չի։ Դա պարզապես արհամարել է հեղինակների։ Ցավում եմ, որ իմ գոլեգաները, իմ վարպետները այսօր մեզ հետ չեն, բայց ինձ հանգստացնում է նա, որ Կասկադ համալիրը ավարտուն տեսք պետք է ստանա եւ այն ինչ որ արվելու է համատեղ եւ ֆրանսիական կազմակերպության հետ։ Կասկադ համալիրի համահեղինակ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտ Թորոսյանը շաբաթներ առաջ մտահոգություն էր հայտնել, թե պետք է զգույշ լինել։ Ծանր կառույցը նպատակահարմար չէ այդտեղ։ Սակայն նախագծի մեկնարկի արարողությանը Ասլան Մխիթարյանի հետ միասին ներկա էր նաեւ նա։ Ասլան Մխիթարյանը բազմիցս մենք վերջերս հանդիպել ենք, նորից ասաց, որ դա իհարկե հայտարարություն կլինի ու ինքը շատ լավ է տիրապետում այդ ամեն ինչին, շատ լավ պատկերացում ունի։
Ուղղակի sense ասեմ, քանի որ 37 տարի հավանաբար, հա, խորհրդային փլուզումից հետո կարգերի երբևէ մասնագիտական խոսքը հաշվի չի առնվել, երբևէ ոչ համագործակցելն է արդյունք տվել, ոչ էլ ասենք այդպես ձեռները ծալած մի կողմ մնալը։ Դա արդյունք չի տվել։ Հիմա փորձում են համագործակցել միգուցե, եթե ասած չէ, կամ իրեն միգուցե ուրիշ խոսում են տվել, գնացել է հետո կպահվի ուրիշ բան։ Որ ասենք ինչ որ բաներ մեղմի։ Նեմոսած չարիքի փոքրագույն, գոնե ասենք ինչ որ ինքը այնտեղ խորհուրդներ տա, մի քանի բան գոնե ֆունկցիոնալ տեսանկյունից, որ ասենք այդ կապը արաբկիրի հետ չխզվի։ Համենայն դեպս նախագծի երրորդ համահեղինակի Սարգիս Գուրզադյանի թորնուհին շարունակում է պնդել, որ իրենց ընտանիքը համաձայն չի եղել նոր նախագծին, մինչդեռ քաղաքապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ, որ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը այս հարցի վերաբերյալ։ Մենք պնդել ենք եւ շարունակում ենք պնդել, որ կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։ Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը։ Ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող է որևէ կշիռ ունենալ։ Ու հա, փառք Աստծո, որ պապիկս այս ամեն ինչը չի տեսնում։ Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը այս գործընթացը բռի շինարարություն է համարում։ Ասում է, ել ավելի է ծանրաբեռնվելու քաղաքի կենտրոնը։ Հուշարձանի տրամաբանությունն էլ կորչելու է։ Դու քայլում ես, պետք է կասկադի տրամաբանական շարունակությամբ այդ աշճանը գնային միանային հայոց պետականության կոթողին։ Խորհրդային տարին 51-ին ասում, բայց գաղտնագրվել է իբր պետականության կոթող։ Պետք է գնար միանալ, կապը պետականության կոթող հետ խզվում է, Արարատը, երբ որ իջնում ես վերևից այդ շենքերը փակելու են, տեսարանը երկինքը բաց, արև, ջուր, այդ ամեն ինչը այդ ամբողջ հորինվածքը խաթարվում է։ Ճարտարապետների պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հույս ունի, որ Ասլան Մխիթարյանի ներգրավվածությունը թույլ չի տա հեռանալ նախնական նախագծից։ Հիմա մի քիչ այն վերևի մասը, որը որ մոտենում է այդ 50-ամյակի պլատֆորմային, դա մի քիչ աղավաղված, ինձ թվում է աղավաղված, որովհետև հիմնական շեշտը, այսինքն հիմնական առանցքի այդ իրական մասը այդքան լավ չի նկատվում։ Հետագայում երևի դրա մասին արդեն խոսակցություններ կան, որ դրա մասին կմտածեն եւ կաշխատեն, որպեսզի այդ առանցքը պահպանվի եւ հարազատ մնան։ Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման ժամկետը 5 տարի է։ Նախատեսվում է ներդնել 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Երևանի քաղաքապետարանի եւ GTB Development ՍՊ-ի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ի դեպ, այս ընկերությունը հայտարարված մրցույթում միակ հայտատուն է եղել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սիրիան նախորդին տոնել է Բաշար Ալ-Ասադի վարչակազմի տապալման մեկամյակը։ Այս առիթով մայրաքաղաք Դամասկոսում անցկացվել է ռազմական շքերթ։ Ասադի ընտանիքը երկիրը կառավարել է ավելի քան 50 տարի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին իշխանությունը Սիրիայում հայտնվեց ընդդիմադիր խմբավորումների ձեռքին, ինչից հետո Ասադների ընտանիքը փախավ Ռուսաստան։ Իսկ Լուվրի թանգարանում աղմկահարույց կողոպուտից ընդամենը մի քանի շաբաթ անց հիմա էլ ջրի խողովակն է պայթել, վնասելով հարյուրավոր աշխատանքներ։ Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Ստեյնբոկը նշել է, որ արտահոսքից տուժել է 300-ից 400 աշխատանք, հիմնականում գրքեր։ Փոխտնօրենը ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է, որ ջրի արտահոսքը տեղի է ունեցել թանգարանի եգիպտական հնությունների բաժնում։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։